Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 18-ին քրեական եւ համայնքային ոստիկաններն ու Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու բնակության եւ աշխատանքի վայրերում։ Ըստ մեր կողմից ստացված օպերատիվ տեղեկության 44-ամյա տղամարդը իր բնակության վայրում եւ աշխատասենյակում պահում էր ապօրինի զենք զինամթերք, ինչպես նաեւ թմրանյութ, որը հաստատվեց կատարված խուզարկության ընթացքում։ Խուզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման եւ փոշենման զանգվածներ ու սպիտակ հետքերով գլանակ։ Կուրղինյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, տեղնականաչավուն զանգված, հեղուկանման զանգվածով գլանակներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ։ 44-ամյա տղամարդը զենք զինամթերք պահելու, կրելու, ինչպես նաև թմրանյութ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, իսկ նրա կողմից շահագործող մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։